Օրեր առաջ դեկտեմբերի 3-ին ամբողջ աշխարհում, այդ թվում Հայաստանում, նշվեց հաշմանդամների միջազգային օրը։ Ճիշտ է, մեր երկրում վերջին մի քանի տարիների ընթացքում պատկերը դրականորեն փոփոխվել է, բացվել են ներառական մանկապարտեզներ ու դպրոցներ, ստեղծվում են հաշմանդամների կարիքներին համապատասխանեցված աշխատատեղեր, բայց մենք դեռ հեռու ենք իդեալից։ Երկիր, ուր հավասար իրավունքներ, պայմաններ ու արտոնություններ կունենա թե առողջ, թե հատուկ կարիքներ ունեցող երեխան ու մեծահասակը։ Այդպիսի երկիր ունենալու հույսով են օրնի բուն աշխատում World Vision Հայաստանն ու մանկական զարգացման հիմնադրամը, որոնք նախաձեռնել էին միջոցառումների շարք, նվիրված հաշմանդամների միջազգային օրվան։ Արվեստը կրթում է, զարգացնում, ազնվացնում, իսկ երբեմն էլ դարմանում, օգնում ճանաչել աշխարհն ու զգալ, որ մասնիկն ես դրա։ Դեկտեմբերի 3-ին Թումանյանի անվան տիկնիկային թատրոնին հարող տարածքում ու անմիջապես թատրոնում մանկական զարգացման հիմնադրամի իրականացրած հաշմանդամների օրվան նվիրված միջոցառումների գլխավոր արտահայտչամիջոցը արվեստն էր։ Բացիկներ պատահական անցորդներին, ներկայացում, երգչախմբային կատարումներ ու բազմաթիվ բանախոսներ։ Միջոցառման մանրամասներին անդրադառնալուց առաջ պետք է հիշեցնեմ, որ տակավին մի քանի շաբաթ առաջ հայ մայրիկը ծավալուն անդրադարձ էր պատրաստել մանկական զարգացման հիմնադրամի մասին։ Հիմնվելով World Vision Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության կողմից կառույցն այսօր ներկայանում է իբրև ինքնուրույն հիմնադրամ, որի գերխնդիրն է օգնել հատուկ կարիքներ ունեցող երեխաներին հաղթահարել հոգեբանական բարդույթները, սովորել ճիշտ օգտագործել սեփական ուժերն ու հնարավորությունները։ Այս կառույցում կողք կողքի պարում, խաղում ու կատարելագործում են միանգամայն առողջ ու հատուկ կարիքներ ունեցող երեխաները։ Մեր առաջընթացի մասին խոսում է մեր կենտրոն հաճախող երեխաների թվի աճը եւ եթե դա երևի օբյեկտիվորեն, իսկ սուբյեկտիվորեն մեր կենտրոնի աշխատակիցներից յուրաքանչյուրի համար այդ աճը գնահատվում է ժպտացող աչքերով, այդ ծիծաղով, որ կարելի է լսել հիմնադրամ եւ հավատացեք, սրանք ուղղակի բառեր չեն, որովհետեւ առաջին անգամ շատ հաճախ երեխան կենտրոն է մտնում լացով, որտեղ գիտեք երեխաները, հատկապես այն երեխաները, որ ծնողների հետ իրենց նաև խնդիրների հետևանքով, խնդիրների արդյունքում շատ կապված են, դժվարանում են բաժանվել եւ այլն, շատ դժվարանում է մասնագետի հետ առանձնանալ մի սենյակում։ Բայց բավական է մի քանի ժամ կենտրոնում անցկացնել եւ երեխան արդեն ուրախությամբ է գալիս կենտրոն եւ մեզ համար սա եւս առաջընթաց է։ Մեր տեսանյութում պատմեցինք նաեւ մենք ենք թատերական խմբակի մասին, որի անդամները հասցրել են անցնող ամիսների ընթացքում տարբեր բեմահարթակներում հանդես գալ, իբրև սկսնակ, բայց ուժեղ կամքի ու տաղանդի տերդերասաններ։ Նույն թատերախումբը ներկա էր նաեւ դեկտեմբերի 3-ի միջոցառմանը։ Ես ուզում եմ հավատալ անսպասելիին, ներկայացման վերնագիրը դարձել էր նաև այս միջոցառումների խորագիրը։ Երբ որ խաղում են երեխաները բեմում, դուք պիտի տեսնեք ինչ է կատարվում կուլիսներում։ Կուլիսներում ծնողներն են, որոնք իրենց երեխաներին կարծես նոր են բացահայտում։ Նրանք ավելի մեծ հուզում են ապրում, որտեղ չեն տեսնում հանդիսատեսին։ Միայն տեսնում են իրենց երեխաների խաղը։ Իսկ դա նրանց նոր ուժ է տալիս գնահատելու իրենց երեխաներին։ Իսկ հանդիսատեսը, որոնց մեջ կան նաև խնդիր ունեցող երեխաներ, ծնողներ, նրանք է տեսնում են, որ բեմում խաղում են իրենց նման երեխաներ եւ իրենց մեջ ուժ են գտնում, որ իրենք էլ կարող են խաղալ։ Ինչ անսպասելի հրաշքների են սպասում հատուկ կարիքներով փոքրիկներն ու մեծերը։ Սա երևի այն հարցն է, որը հուզում էր միջոցառման բոլոր ներկաներին։ Իսկ հայ մայրիկը հարցնում է. արդյոք նրանք հրաշքների են սպասում։ Երևի ոչ։ Նրանք սպասում են, որ մի գեղեցիկ օր մեր հասարակությունն ավելի հանդուրժող ու նրբանկատ կդառնա։ Մի օր մեր փողոցներն ու բակերը, դպրոցներն ու տարաբնույթ այլ կառույցներ կհարմարեցվեն նաև իրենց պահանջներին, որ կստեղծվեն աշխատատեղեր նաև հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար։ Ավելի պարզ, այս քաղաքը, այս երկիրը կդառնա նաև նրանցը։ Դրա համար հրաշքներ չեն պետք, կամք ու ցանկություն է պետք։ Այո, մեզ ոչ թե հրաշքներ, այլ հստակ քայլեր են պետք։ Եվ մինչ ոմանք հաշմանդամների գոյության փաստն ու նրանց կարիքները հիշում են բացառապես դեկտեմբերի 3-ին, ամպագորգոր ճառերով, առանձին կառույցներ ոչ թե առիթից առիթ, այլ ամեն օր ու ժամ ապրում են հաշմանդամ երեխաների ու մեծահասակների խնդիրներով։ Իդեպ, այս միջոցառման իրականացման համար մանկական զարգացման հիմնադրամի կողքին էին կանգնած World Vision Հայաստանը, Երևանի քաղաքապետարանն ու Armentel ընկերությունը։